Շիրակի մարզում էր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Գյումրի կատարած այցի շրջանակում պաշտպանը հանդիպել է Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ, քննարկելով կրթության, երիտասարդների հասարակական դերակատարման եւ նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Մեր գործունեության մի մասը, որը շատ կարևոր որպես ասպեկտ ունի մարդու իրավունքների կրթությունը, մենք կազմակերպում ենք ոչ թե այն ձևաչափով, որ պարզապես ինչ-որ միտեղ գնանք կամ ինչ-որ մի հրապարակում անենք մարդու իրավունքների մասին, դա դասախոսության ու մենախոսության պես որևէ բան դառնա։ Հակառակը երիտասարդները շատ ակտիվ ներգրավվածություն ունեն եւ նաեւ երեխաները մեր հաստատության գործունեության շրջանակներում։ Պաշտպանը շեշտել է, որ հատկապես երիտասարդներն են այն ուժը, որը կարող է ձևավորել հասարակական փոփոխություններ։ Երիտասարդները շատ մեծ փոփոխություն կարող են բերել մեր միջավայրում, ինչու հիմա հատուկ չեմ շեշտադրում մարդու իրավունքները, որովհետեւ մի փոքր ավելի ուշ կասեմ, որ մարդու իրավունքները հենց մեր կյանքի մասին են։ Հետևաբար հատուկ պիտի նշեմ ու շեշտադրեմ, որ ես իրապես համարում եմ, որ երիտասարդները այն հիմնական ուժը կարող են դառնալ, ովքեր մեծ փոփոխություններ կարող են բերել մեր միջավայրում։ Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության համակարգին, Մանասյանը նշել է, որ հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման հիմքում ընկած է մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների բարձր մակարդակը։ Զարգացնելով գիտական միջավայրը եւ կրթական միջավայրը, մենք հաստատ կարող ենք ունենալ շատ ավելի մեծ արդյունքներ։ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն իր խոսքում անդրադարձել է իրավունքների եւ պարտականությունների փոխկապակցվածությանը, շեշտելով, որ յուրաքանչյուր իրավունք նաեւ պարտականություն է ենթադրում։ Եվ քանի դեռ մենք մեր պարտականությունները չենք կատարում այնպես, ինչպես պահանջվում է, մենք որևէ մեկս որևէ իրավունքի պաշտպանության կարիք չենք ունենալու եւ չենք կարող ունենալ։ Չենք կարող ակնկալել, քանզի յուրաքանչյուրիս պարտականությունները ապահովում է նաև մեր բարեկամի, մեր հարազատի, մեր սոցիումի անդամի իրավունքներ։ Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրացրել են մի շարք հարցեր վերաբերող մարդու իրավունքների պաշտպանությանը, դրանց ապահովման մեխանիզմներին, ինչպես նաև համապատասխան կառույցների դերակատարությանը այդ գործընթացներում։ Ուսանողներն ու դասախոսական կազմը հանդես են եկել համագործակցության առաջարկներով, կարևորելով նման ձևաչափի քննարկումների շարունակականությունը։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան, այսօր։ Երևանի Միսաք Մանուշյանի այգում բացվել է հանրային ներառական հայ գյուտարարներ գիտությունը ներսից դուրս թեմատիկ խաղահրապարակը։ Բացման արարողությանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուզենք տեղադրենք, ասենք բյուջեներ, իհարկե տեղանքից բաղված մեծ տարբերություն չի տա, որովհետև ասենք եթե լավն է, արդարացնում երեխեքը գալիս են, սիրում են, հոսքա բերում, ինքը գրավիտացիա ունի, ինչի ամեն անգամ նոր նախագիծ անենք, մի նախագիծ կամ ունենանք կամ ձեռք բերենք ու դրանով այնտեղ որը ուզում ենք։ Գիտեք ինչն է հիմնական, ոչ թե տիպային խաղահրապարակը, այլ հիմնական սարքերը սղարան են սիրում, երեխաները ճոճվել են սիրում, այս բատուկը ստեղծել, ասեք, այս բատուկն է շատ մասի։ Այո, շատ Այդ տիպային իմաստով մենք ավելի շատ հիմա տարածքի հետ տեսրանք շատ ունիկալ են էլի իրենց տարերով։ Նկատի ունեմ զրոյից նախագծվել է սա բոլորը նախագծել, բայց հիմա այս ձեր հարցի համար կարող եմ ասել, որ այս նույն այս նստարանները, խիճը, տարբեր էլեմենտներ կան արդեն խաղասարքերի, որով մենք օրինակ մերոնց, այո, բայց արդեն ստանդարտներ մի բան էլ ասեմ, մենք նույն գործընկերների նախագծող ընկերությունից պատվիրել ենք մի հատ նոր նորքի համար, նմանատիպ նախագիծ, սա մի քիչ գնումների օրենսդրության խնդիր ունեինք, բայց կարծում եմ հաջորդ տարվանից առանցրակ այդ խնդիրն կլուծվի, որովհետև ամենամեծ խնդիրը հիմնականում որակյալ լավ նախագիծ ունենալն է։ Այդ սկզբում։ Դրանով որ նայենք որն ամենալավը, հիմա օրինակ ասենք մարզերում ուզում ենք անենք, ուրիշ տեղ։ Եթե մեկը կա, որի հաջող լինել զգում ենք առանձնահատուկ երեխեքի ծնողների հոսքից, վերցնենք դա ընդունենք որպես, եթե մերը չի գնենք, ձեռք բերենք, եթե մերն է, ընդունենք որպես տիպային,
շատ կճուր տեղակապման ընթացքի շտկումներով գնանք սենց շարենք։ Այս գնումների նոր օրենքով, որ ընդունվում է պարոն վարչապետ, դրանով էականորեն որակը հաստատ կարողանալու են բարձրացնել, այսինքն մեր պահանջը նախագծողների նկատմամբ կարող փոխվի։ 27 թվականից մտնելու է ուժի մեջ։ Միջայլոց մենք տենց խնդիր ունենք նաև ոչ տիպային մանկապարտեզներ, որովհետև տարբեր են։ Ինք միտեղ այս ձև են դնում, միտեղ են ձև են դնում։ Համ որակի, համ ձևի տարբերություններ կան։ Եթե ունենանք մի կոնկրետ մոդել, որ մանկապարտեզներին հարմար լինի, բոլոր նախագծերում ցիկ ստանդարտիզացիայի մասին եմ խոսում, էլի հատկապես մանկապարտեզներում, դպրոցներում արդեն անում ենք դա, բայց մանկապարտեզներում եթե մոդուլային չի, մոդուլայիններում կա տիպային, մյուսներում էլի ստանդարտիզացիայի խնդիր կա, որ իմանանք ինչ է, որովհետև շատ կան։ Էլի նախագծող կա, եթե դիլիջանս։ Տալում կամ վարչապետն ներկայացնում կամ վերակել են ազգային այսպես սոցիալական ծրագրերի առաջին բանը որ առնա որ 300 միլիոն քաղաքացիների որակի դիմադրել Միջխորհրդարանական կապերին, երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն օրակարգին եւ մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր են քննարկվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դե Ռուվերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայաստանի համար կարևոր այս օրերին մեր երկրում գտնվելու եւ տեղի ունեցող միջոցառումներին մասնակցելու համար։ Պետեր դե Ռուվերն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմընդունելության համար, նշելով, որ ուրախ է գտնվել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ուղում գտնվող Հայաստանում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։ Պատվիրակության անդամները Ազգային ժողովի նիստերի դահլիճում հետևել են ընթացող հերթական նիստերի աշխատանքին։ Հյուրերն Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ շրջել են Ազգային ժողովի այգում, որտեղ տնկված է նաև Հայաստանի ու Բելգիայի բարեկամությունը խորհրդանշող ծառը, ծանոթացել մեր երկրի օրենսդիր մարմնի շենքի պատմությանը։ Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի ապագան տեսնում է նորարարությունների եւ հանրության փոփոխվող պահանջներին համահունչ ծառայությունների անվտանգ մատուցման համատեքստում։ Առաջնահերթ է համարում այնպիսի էկոհամակարգի ձևավորումը, որ կապահովի մրցակցային պայմաններում նորարար ֆինանսական ծառայությունների մատուցումը, հասցեագրելով ռիսկերը։ Ազգային ժողովում գլխավոր դրամատան հետագա տարիների տեսլականը ներկայացրեց Մարտին Գալստյանը, որը հանդես էր գալիս որպես Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է նույն պաշտոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դարձյալ առաջարկել է Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Ընդդիմությունը եւս տեղին է համարում առաջադրումը, բայց ոլորտի քաղաքականության վերաբերյալ հարցեր ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ էլ նրանք, ովքեր Հայաստանում բանկային համակարգից օգտվում են, ի հեճուկս խաղաղության հեքիաթների, մակրոտնտեսական կանոնության գերադասում են իրանց գումարը պահել ամերիկյան դոլարի կամ եվրոյում, ստանալ ավելի քիչ գումար, բայց շարից փորձանքից հեռու լինել։ Մենք ունենք օբյեկտիվ ցուցանիշ, դա ռիսկի պրեմիան է։ Այսօրվա դրությամբ ռիսկի պրեմիան նախկինում եղած 400 բազիսային կետ, այսինքն 4%-ի համեմատ այսօր 190 բազիսային կետ է։ Այդ մեկ։ Երկրորդը, Հայաստանի դրամով պետական պարտատոմսերի եկամտաբերությունն է այապես նվազել։ Վարկային տոկոսադրույքների այսօրվա շուկայում առկա մեղմ ասած անընդունելի մակարդակի ինչով եք բացատրում։ Վարկային պորտֆելը վերջին 3 տարվա ընթացքում աճում է տարեկան 20%-ով։ Այսինքն մենք կൂട്ടակային որ նայեք, հսկայական պահանջարկի ֆենոմեն ունենք։ Այսինքն այդ պահանջարկի դեպքում գնի անկում մի քիչ դժվար է պատկերացնել։ Գործող տոկոսադրույքների պայմաններում ինչպես է Կենտրոնական բանկը հավասարակշռում գնաճի զսպումը եւ բիզնեսի վարկավորման հասանելիությունը։ Հարցը հետաքրքրում էր Սերգեյ Բագրատյանին։ Լավագույն ծառայությունը, որ մատուցում ենք բիզնեսին, կայուն գնաճային միջավայրի ստեղծումն է, արձագանքեց Գալստյանը։ Փակ գաղտնի քվեարկությամբ 69 կողմ 0 դեմ ձայներով Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Քննարկվեց նաեւ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Պաշտոնում առաջադրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ
կատարել Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 8-րդ գումարման գործունեության ժամկետը մոտենում է ավարտին եւ իմ պաշտոնավարումը լինելու է ընտրվելու դեպքում իհարկե 3 ամսից էլ պակաս եւ բնականաբար գործունեության մեծ տեսլական ձեզ չեմ կարող ներկայացնել, բայց կարող եմ խոստանել, որ այս 3 ամիսների ընթացքում կապահովեմ մեր հանձնաժողովի բնականon գործունեությունը մինչև ազգային ժողովի 9-րդ գումարում։ Ինչպես անել, որ ընտրությունների ժամանակ քաղաքացիները գիտակցեն, որ քվեաթերթիկը խոտանելը հավասար է չմասնակցելու, հարցը մտահոգում էր ընդդիմադիր падգամավորին։ Արմենուհի Գյուրեղյանը այն նաև ելույթի ժամանակ հնչեցրեց։ Պետք է մասնակցել եւ ձայնը տալ ընդդիմադիր ազգային պետականամետ քաղաքական ուժի, կոչ արեց նա քաղաքացիներին։ Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց ընտրողը գնալու է եւ ընտրելու է իրենց։ Նրանք աշխատում են այդ վարքագծով մյուսների չգնալու կամ գնալու դեպքում ոչ մեկին չընտրելու ուղղության վրա։ Իսկ ինչու են այսքան ուզում վերընտրվել։ Իրենք խոստացել են ինչ որ բանի դիմաց, ինչ որ խոստումներ ադրբեջանական թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ասում է 300,000 ադրբեջանցի, 300,000 ադրբեջանցի։ Այս աշխարհում այս մոլորակի վրա, բացի ձեզնից ու ձեր համար են ձեն հավաքող կալուգացուց, ուրիշ ոչ մեկ այդ ադրբեջանցիների թեզը առաջ չի տանում։ Այդտենց ուղղակի առաջ տանող քաղաքական գիծ չկա այս երկրում։ Եկել ասում է կանգնեց ու ասեց, որ հայկական բանակը Արցախը չի պաշտպանելու։ Կանգնեց ու ասեց, որ Հայաստանի Հանրապետությունը այդ պատերազմի մեջ չի մտնելու։ Ու լավ արեց, որ ասեց։ Լավ արեց, որ ասեց, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Երևանի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի 18 տարեկան տղերքը չեն գնալու զոհվեն նրա համար, ինչա թե դուք Ղարաբաղում կլանային իշխանապողություն եք արել, այնտեղ բան եք արել, ձեզ դրել եք չգիտեմ ինչտեղ, մենք բանակցող չենք, մենք էս չենք, մենք վեհ ենք, մենք ազգային ենք, ու այդ ձեր ինչ որ ֆիքստուլության կամ չգիտեմ ինչի համար այդ 18 տարեկան տղերքը չեն գնացել պատասխան տալու։ Լավ արել հայտարարելա, ստորագրում եմ այդ հայտարարության տակ։ Բա դուք ասեք հիմա ում տղերքի կյանքի գնով եք բան անելու։ Գործող իշխանության օրոք սահմանամերձ գյուղերում 2000-ից ավելի տուն է կառուցվել, հետևաբար անհիմն է նաև Հայաստանը դատարկելու մասին ընդդիմության թեզը, հակադարձեց Ալեքսանյանը։ Նաև հիշեցրեց, գործող իշխանության օրոք մանկապարտեզները ոչ թե գեղեցկության սրահներ, այլ երեխաների համար դղյակներ են դարձել։ Նա վստահություն հայտնեց, թե ընդդիմությունը որևէ շանս չունի առաջիկա ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու։ Վարդուհի Արզումանյան, Հովանես Քյոսեյան։ Պենտագոնից հայտարարել են, որ Իրանի հետ հրադադարը դեռ ուժի մեջ է, թեև կողմերն իրար մեղադրում են զինադադարի ռեժիմը խախտելու համար։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ նշել է, որ Իսլամական Հանրապետության դեմ էպիկական ցասում գործողությունն արդեն հասել է իր նպատակներին եւ Վաշինգտոնն անցնում է հաջորդ փուլին՝ ազատություն նախագծին, որի նախանշված նպատակն է ուղեկցել Հորմուզի նեղուցով անցնող նավերը ապահովելու դրանց անվտանգությունը։ Ռուբիոն շեշտել է, որ նախագիծը բացառապես պաշտպանական բնույթ ունի։ Կրակոցներ չեն լինի, մինչև նրանք մեզ վրա չկրակեն, նշել է պետքարտուղարը։ Նրա խոսքով Թրամփը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը եւ կնախընտրեր հանդիպել Թեհրանի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Ռուբիոն կրկնել է, որ առաջնահերթ հարցերից է Իրանի միջուկային ծրագիրը։ Սակայն ավելի ուշ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ ռազմական լուրջ հաջողությունների եւ դիվանագիտական առաջընթացի ֆոնին ազատություն նախագծի իրականացումը ժամանակավորապես կդադարեցվի, գնահատելու Իրանի հետ համաձայնագրի հասնելու հավանականությունը։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի համապատասխան խնդրանքով են հանդես եկել տարբեր երկրներ, այդ թվում Պակիստանը, որը միջնորդում է Թեհրան-Վաշինգտոն բանակցությունները։ Մինչ այդ Իրանի ծովային շրջափակումն ուժի մեջ է մնում, հավելել է ԱՄՆ նախագահը, նա կոչ է արել Թեհրանին սպիտակ դրոշ բարձրացնել։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները վտանգել են նեղուցում նավագնացության անվտանգությունը, խախտելով հրադադարը եւ շրջափակելով Իրանը։ Իսլամական Հանրապետության նախագահն էլ կրկնել է, որ Վաշինգտոնի պահանջներն անիրատեսական են։ Մասուդ Փեզեշքյանի խոսքով Միացյալ Նահանգներն առավելագույն ճնշման քաղաքականություն է վարում եւ սխալմամբ կարծում, որ Թեհրանը կենթարկվի եւ կնստի բանակցությունների սեղանի շուրջ։ Նաև իրանական կողմը հերքում է Արաբական Միացյալ Էմիրություններին նոր հարվածներ հասցնելու մեղադրանքները, նշելով, որ բացառապես արտացոլում են ամերիկյան ագրեսիան։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել պետքարտուղարության տվյալով Սերգեյ Լավրովը եւ Մարկո Ռուբիոն քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը եւ Իրանի շուրջ իրավիճակը։ Մոսկվայից հավելել են, որ դիվանագետները համակարգել են երկկողմ շփումների ժամանակացույցը։ Զրույցը կառուցողական էր եւ գործնական ասված է ՌԴԱԳՆ հաղորդագրության մեջ։
Միջազգային վերջին զարգացումները քննարկել են Իրանի եւ Չինաստանի արտգործնախարարները, հաղորդվում է, որ Աբբաս Արաղչին եւ Վանին Պեկինում վերահաստատել են դեէսկալացիային ուղղված ջանքերը շարունակելու պատրաստակամությունը եւ լիակատար հրադադարի անհրաժեշտությունը։ Վանին շեշտել է, որ տարածաշրջանը գտնվում է շրջադարձային փուլում եւ հակամարտության երկու կողմի միջև անմիջական շփումները կարեւոր են։ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններում առաջ է տանում իր օրինական իրավունքներն ու շահերը եւ չի համաձայնի անարդար գործարքի։ Պեկինը Թեհրանի անկեղծ բարեկամն է եւ այսօր մեր գործակցությունը կլինի ավելի ամուր, քան երբևէ, ընդգծել է Իրանի արտգործնախարարը։ Կեսգիշերին ուժի մեջ է մտել Կիևի հայտարարած կարճաժամկետ հրադադարը, սակայն ուկրաինական կողմն արդեն մեղադրել է Մոսկվային ռեժիմը խախտելու համար։ Հանրապետության ԱԳՆ-ն հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը 100-ից ավելի ԱԹՍ-ներ եւ հրթիռներ են արձակել։ Թիրախում են հայտնվել Սումիի շրջանը, Դնեպրը, Զապորոժիան, Խերսոնը։ Հայտնի է ավերածությունների, խաղաղ բնակչության շրջանում զոհերի եւ վիրավորների մասին։ Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ գիշերն ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Մոսկվայի մարզերի, Ղրիմի եւ այլ տարածքների ուղղությամբ։ Ղրիմի իշխանությունը տեղեկացրել է, որ թերակղզու հյուսիսում 5 մարդ է զոհվել։ Զուգահեռ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հավատացրել է, որ Մոսկվան չի հրաժարվում բանակցություններից եւ պատրաստ է շփումների, որոնք կարող են բերել հստակ արդյունքների։ Նա նշել է, որ բանակցություններում այժմ դադար է Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի զբաղվածության պատճառով։ Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո Բեյրութը պատրաստ է հյուրընկալել եվրոպական ուժերին։ Ժոզեֆ Աունի խոսքով ինքը ցանկանում է պահպանել Ֆրանսիայի եւ եվրոպական այլ երկրների ռազմական ներկայությունը Լիբանանի հարավում։ Նա բարձր է գնահատել եվրոպական կողմի պատրաստակամությունը օգնելու Լիբանանի բանակին պահպանել երկրում անվտանգությունն ու կայունությունը։ Այժմ Լիբանանը եւ Իսրայելը բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման եւ Հեզբոլահի զինաթափման ուղղությամբ։ Զուգահեռ հայտարարվել է հրադադարի մասին, որը սակայն չի պահպանվում։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հեզբոլահը կրակի հետ է խաղում եւ այդ կրակը կարող է վտանգել Լիբանանի ապագան։ Հեզբոլահն էլ կոչ է անում Բեյրութին դադարեցնել հրեական պետության հետ բանակցությունները եւ համախմբվել Իսրայելի դեմ։ Դիանա Գասպարյան։ Անցած շաբաթ օրը Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հանդիսատեսը ունկնդրեց կամերային երաժշտության միջազգային դպրոցի շրջանակում կազմակերպված 4-օրյա վարպետաց դասերի մասնակից երիտասարդ երաժիշտների կատարումները։ Ծրագրի ընթացքում երիտասարդները կատարելագործել են մասնագիտական հմտությունները եւ ներկայացրել ձեռքբերումները համերգի ձևաչափով։ Ես ուղղակի հիացած եմ այս նախագծից, քանի որ ճիշտ է, ես ավարտել եմ կոնսերվատորիան, ունեմ գիտելիքներ բավական, բայց իհարկե դա բավական չէ, քանի որ միշտ կրթվելը անհրաժեշտ է, կոնկրետ այս 4 օրվա ընթացքում ես ստացել եմ բավականի գիտելիքներ, թե իմ մասնագիտական ոլորտով, թե անսամբլային, կամերային ոլորտում, թե ինչպես աշխատել, կարևորը որ շարունակական լինի։ Վստահ եմ շատերը կմասնակցեն ու բավականին գիտելիքներ կստանան այս գործընթացում։ Մեծ փորձառությունների եւ մեր ուսանողների եւ մեր դասախոսների համար կարծում եմ, որ այս միջոցառումը, այս նախաձեռնությունը շարունակություն կունենա այսուհետ եւ յուրաքանչյուր տարի ավանդական կդառնա։ Վարպետաց դասերը անցեկացրել Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Կրասոտինան։ Մասնագետը նշում է, թեև ժամանակը կարճ էր, բայց կարողացան հնարավորինս արդյունավետ այն օգտագործել։ Ես շատ գոհ եմ դպրոցում սովորող երեխաներից։ Նրանցից զգացի հրաշալի արձագանք, թե մարդկային, թե մասնագիտական առումով։ Մենք ամեն օր պարապում էինք եւ շատ արդյունավետ։ Պետք է նշել, որ երեխաները ամեն օր երեկոյան ժամանակ էին գտնում նաեւ փորձերի համար եւ ամեն օր ինձ ներկայացնում էին գերազանց արդյունք։ Ծրագիրը երեխաներն իրենք էին ընտրում։ Միակ պայմանն այն էր, որ ստեղծագործությունները լինեին կամերային անսամբլային ռեպերտուարից։ Ընտրությունը շատ հաջող էր՝ Մոցարտի, Դոնիցետի եւ Բեթհովենի սոնատներ։ Բավարարված հանդիսատեսի կարծիքը ամենակարևորներից է, որի պակասը չզգացվեց։ Դասական երաժշտությունը բազմից անգամ է հնչել այս դահլիճում, բայց այսօրվա համերգը ցնցող էր։ Մեր երաժիշտ կատարողների կողմից հնչած ամեն մի երաժշտական համաները պարզապես իրոք որ գերագույն հաճույք պատճառեց հանդիսատեսին։ Շնորհակալական ջերմ խոսքեր պետք է հղեն կազմակերպիչներին, երաժիշտներին եւ նաեւ ունկնդիրներին։ Ծրագիրը կազմակերպվել է Primavera Foundation բարեգործական հիմնադրամի ջանքերով։
Այն երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացումը խթանելու եւ փորձի փոխանակման հարթակ ստեղծելու նպատակ ունի։ Սա շատ հիանալի փորձառություն էր, այս վարպետաց դասերի ընթացքում մենք շատ հիանալի գիտելիքներ ձեռք բերեցինք երաժշտության հենց կատարողական արվեստի վերաբերյալ։ Կցանկանամ, որ այն լինի շարունակական, քանի որ մենք կապանում այդպիսով մենք կապանում կունենանք հնարավորություն առնչվելու նմանատիպ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ եւ քաղալ նրանցից առավելագույն գիտելիքները, որոնք մեզ անհրաժեշտ են երաժիշտներիս համար։ Это школа камерного ансамбля. Կամերային երաժշտության դպրոցի ծրագիրը Երևանում պրոֆեսոր Իրինա Կրասոտինան արդեն 3-րդ անգամ է կյանքի կոչել։ Մարզերում առաջին փորձն է։ Անցյալ տարվանից Իրինա Վիկտորովնայի հետ քննարկում ենք մայրաքաղաքից դուրս գտնվող երեխաներին եւս ծրագրին մասնակից դարձնելու անհրաժեշտության հարցը։ Կապանը հեռու է, նույնիսկ նոր ճանապարհներով այնտեղ հասնելու համար 4-ից 4.5 ժամ է հարկավոր։ Սյունիքի մարզ կենտրոնի ընտրությունը պատահական չէր։ Այն հարուստ պատմություն ունեցող քաղաք է, որն ունի 60-ամյա քոլեջ, ինչը մեզ համար կարևոր է։ Մենք հույս ունենք, որ աջակցության եւ ֆինանսավորման շնորհիվ այս նախաձեռնությունը կդառնա ամենամյա, որը թույլ կտա մեզ այստեղ գալ Իրինա Վիկտորովնայի եւ այլ նշանավոր մասնագետների հետ։ Նման նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում մարզերում մշակութային կյանքի ակտիվացման եւ երիտասարդ տաղանդների բացահայտման գործում։ Դրանք նաեւ նպաստում են միջազգային համագործակցության զարգացմանը։ Անիլ Գրիգորյան, Տիգրան Թումանյան։ Մայիսի 1-ին քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում զենքի գործադրման միջադեպ է եղել։ Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով ստացվեց տեղեկություն, որ Արարատի մարզի բնակիչներ դեռևս չպարզված շարժառիթով ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի։ Պարզվեց նաև, որ նշված անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ եւ 2 ավտոմեքենա, կատարել դերաբաշխում եւ ապրիլի 26-ից պարբերաբար եկել Բալահովիտ, հսկել թիրախի տեղաշարժը։ Մայիսի 1-ին նրան տեսնելով Բալահովիտում գտնվող ավտոլվացման կետում տեղյակ են պահել հյուրանոցում սպասող ընկերներին, որոնք նույնպես մեկնել են նշված վայր, այստեղ էլ փորձել են իրականացնել իրենց մտադրությունը։ Չհասնելով նպատակին, նշված անձինք վարձակալած Nissan եւ Ford Magnishi ավտոմեքենաներով դիմել են փախուստի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 3 անձ հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Ապրիլի 27-ից մայիսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4618 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 103 մեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 153 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 98 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 18 ժամանակապված վարելու 520, առանց մանկական նստատեղի քարսիտի 41, վարելու ընթացքում ծխելու 536, վարելիս հեռախոսից օգտվելու 223, հետիոտնի վրա սահմանված վայրով անցնելու 131 եւ 1535 այլ իրավախախտում, 113 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 117-ը տեխնիկական զննություն չանցած, 108-ը լուսարձակների անսարքությամբ, 28-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողայնապակիներով, 5 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 60 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16124 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 249 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ 261 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 429, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 5 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 100 ժամանակապված վարելու 4121, առանց մանկական նստատեղի քարսիթի 339, վարելու ընթացքում ծխելու 798, վարելիս հեռախոսից օգտվելու 713, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 163, արագության գերազանցման 2833 եւ 4634 այլ իրավախախտում, 287 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 876-ը տեխնիկական զննություն չանցած, 332-ը լուսարձակների անսարքությամբ, 142-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 11 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 42 անձ։